կոգնիտիվ վարքաբանական թերապիայի նույնիսկ ամենապարզ տեխնիկաները, ամենաբազային տեխնիկաները ամեն օր, ամենօրյա մակարդակում կամ կտրվածքով կիրառելու պարագայում մենք կարող ենք ժամանակի ընթացքում շատ մեծ փոփոխությունների հասնել։ Օրինակ վերցնենք ամենաառաջնային կոգնիտիվ ռեստրուկտուրավորման, ռացիոնալ վիճարկման ամենաառաջնային տեխնիկաներից մեկը ապացույցների հավաքագրումն ու գնահատումը, երբ որ մեզ մոտ առաջացած ավտոմատ մտքերը, որոնք կարող լինեն օրինակ բավորի տեսքով կամ կարողաների տեսքով կամ նույնիսկ ինչ-որ համոզմունք, որ սա այսպես է, նա այնպես է, կլինի մեզ վերաբերվող թե ուրիշներին, թե երևույթներին, երբ որ մենք փորձում ենք ապացույցների հավաքագրում անել եւ ամեն անգամ հարցնել մեզ ինչ հիմքեր ունեմ մտածելու, որ դա այդպես է կամ այդպես կլինի եւ ինչ հիմքեր ունեմ մտածելու, որ դա այդպես չի եւ այդպես չի լինի, նույնիսկ այս պարզ թվացող իրական երևի այդպես էլ կա տեխնիկան ամեն անգամ, ամեն օր կիրառելը ամիսների կտրվածքում շատ մեծ արդյունք կարա տա։ Ինչու՞։ Որովհետև նախ առաջին հերթին կոնկրետ թեմայի հետ կապված, մտքի կամ պատկերացման հետ կապված, սա հիմք է տալիս վիճարկելու եւ անընդհատ փորձելու տարբեր կողմերից նայել, փաստարկ, հակափաստարկ վերհանելու, որը բերում է ժամանակի ընթացքում փոփոխության։ Սա այն տեխնիկան չի, որը մենք անմիջապես այդ պահին պետք է կիրառենք ու միանգամից թեթևություն ակնկալենք կամ խնդրի լուծում, բայց ժամանակի ընթացքում կոնկրետ թեմայի հետ կապված, կոնկրետ մտավախության հետ կապված կամ պատկերացման մենք ունենանք այդ առաջընթացը։ Եվ երկրորդը, որը գուցե երբեմն շատ ավելի կարևոր էֆեկտ է կամ կարող ենք ավելի կարևոր էֆեկտ համարել, դա մտածողության փոփոխությունն է, այսինքն նմանատիպ տեխնիկաները, երբ որ մենք կամացին կերպով անընդհատ հետևականորեն կիրառում ենք, ժամանակի ընթացքում դա վերածվում է մտածողության ոճի կամ կոգնիտիվ հատկանիշի կամ ավելի ճիշտ երևի կլինի ասել կոգնիտիվ հմտության, եւ սա ավելի երկարաժամկետ պերսպեկտիվայում փոխում է մեր մտածելակերպը։ Եվ սա ընդհանրապես մեկ տեխնիկայի մասին է, իսկ կոգնիտիվ վարքաբանական թերապիայում դրանք շատ են։